Մեր բակը սկսավ երկու շաբթի օրեն ի վեր եւ չէ որտեր ոդկս գդրված է դու նպանար գված եմ պամուչունի մնելիք մեր բատմուչան եւ սուպ քիրքին մասին բաներ կսորվիմ գոր եթե գդակրկրծի ֆրանսերենի YouTube-ին վրա բայց գսեն որ Հայաստանը 301-ին քրիստոնյա դարձավ եւ միևնույն adin գսեն որ Հիսուսին աշակերտներն են որ Հայաստանը քրիստոնյա դարձուցին որ մեգս խալի որ մեգ շտագե քիտնալով որ երկուքին մեջը 250 տարի գա քիչ մպնդրդեցի երկուքը շտագեն որովհետև պետք է զանազանել հայ ժողովուրդը եւ հայ տակավորությունը Տատեոս եւ Բարթողոմեոս արաքելներն էին 12 աշակերտներն Հիսուսին որ Հայաստանը կամ հայ ժողովուրդը որ ավելի շտագսեմ քրիստոնյա դարձուցին որտեվ իրենք էին որ քրիստոնեությունը կարոզեցին ժողովրդին որտեվ նույն ճամփաներ Սուրիային մինչեւ որ բիդերտային Հնդկաստան Չինաստան չեմ գիտեր ճիշտ ուրկացին առաջինը Բարթողոմեոսներ հետո Կանի դասնակդարի հետո Տատեոսը կնած եթե բատմական քիրքերուն մեջ գրվածներուն հետևինք օքեյ ես ատկավելի չեմ գնալ գիտնալ հոնչեի գամած ատմայր քաղաքներուն ատմայր քիդին շուրչի քաղաքներուն ժողովուրդը քրիստոնյա դարձավ եւ գամած անգախ եկեղեցիները սկսան գազմել խնդիրը անևոր հայկական քաղաքականությունը խնդիրներ ուներ որտեղ շուրչի տակավորությունները շատ զորավոր էին եւ շատ մեծ էին հայերը գուզեին անգախ մնալ իրենց այդ շուրչի տակավորություններեն որ քրիստոնյա չէին եւ գուզեին ցևով հռոմի մոդենալ բայց հռոմին ցերքին դագը չլալ նորեն անգախ մնալ որովհետեւ հռոմեական գայսրության մեջ դժվար ասպարը գամած քրիստոնեությունը գտնվեր գոր բայց ուղագի հռոմին գայսրության ցերքին դագ իրենց հետ գապված լալը գերնար հայրուն ավելի խնդիրներ ադադեն ուրեմն այդ ժամանակեն որ արաքելները Հայաստան կացին ժողովուրդը սկսավ երթալով ալավելի քրիստոնյա դառնալ բայց մեր սիրելի տակավորները հետանոս էին ինչպես հիմա բայց այս ուրիշ նյութ է հետանոս ալ մնացին տակավորները մինչև որ Սուրբ Գրիգոր Լուսավորչին բացմությունը